Շաբաթի ամոթը։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանը որոշեց քաղաքական բանավեճը ևս մեկ անգամ իջեցնել իր բարձունքին եւ հիշել Ալեն Սիմոնյանի դերասանական անցյալն ու դրա տրուսիկային կադրերը։ Կարամ տրուսիկով չի, բայց կարամ նկարը ուղարկեմ նայես։ Իսկ Սիմոնյանն էլ տրուսիկի վեր թեման քննարկելիս մտաբերեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի հատվածները։ Իրա շեֆի պես տրուսիկով նկարվել է, իրա շեֆներ նստած ձեր հարցազրույց տալուց տրուսիկներից խոսում։ Մեկի տրուսիկում փոխվեց։ Այս տրուսիկային բանավեճին միացավ փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ով իր թանկանոց կոշիկների թեման ցրելու շրջանակներում Զարոհի Փոստանջանին առաջարկեց առանձին հանդիպել ու շոշափել իր հագուստի չերևացող մասերի թեման։ Եթե շատ հետաքրքրի կարող ենք շուրջ փակ միջավայրում իրենք տեսնեն չերևացող մասերը նաև։ Ահա այսպիսի օգտակար քաղաքական բանավեճերով էլ շենանում էր մեր հայրենիքը։ Շաբաթի սկանդալը։ Ազգային ժողովում տեղի ունեցավ մի նոր ծեսկրթուկ դաշնակցական ջահերով երթին ընթառաջ։ Ալեն Սիմոնյանը մեղադրեց Իշխան Սաղաթելյանին։ Սուտասանա Իշխան Սաղաթելյանը եւ ոչ միայն Սուտասանա։ Իսկ դաշնակցական ու ռուսական լրատվամիջոցները այս ծեսկրթուկը կապեցին ցեղասպանության ժխտումը նորովի քրեականացնելու դաշնակցականների օրենքի մերժման հետ։ Բայց այս սկանդալը սկսվեց բազմաթիվ պրովոկացիաների հերոս Գեղամ Մանուկյանի ու մի շարք խորհրդարանական ծեսկրթուկների հերոս Վահե Ղալումյանի քաղցր զրույցից։ Շաբաթի զավեշտը։ Դաշնակցականների թեման այս շաբաթ շատ է։ Ինչ արած։ 110-ամյակ ենք մենք տոնում։ Եվ ահա նրանց կարկառուն առաջնորդ Հրանտ Մարգարյանը լեզվի սայթակմամբ կամ Ֆրեյդի հայտնի կանոնով խոստովանեց, որ դաշնակցությունը ցեղասպանությունը ոչ թե սգում է, այլ տոնում։ 110-ամյակ ենք տոնում։ Պատկերացնում եք, նրանք տոնում են ցեղասպանությունը։ Շաբաթի հիստերիան։ Թաթու Լավոյանի համերգը նորովից ցնցեց իրենց տներում ու իրենց քեֆերին միայն Մոցարտ ու Արամ Խաչատրյան լսող մեր բարձրաճաշակ Facebook-հայությանը։ Սիրելիս շողշողում ես իմ կյանքում։ Ռաբիզի սիրահարների այս քանակները տեսնելով նախանձին օպաներ ունեցան, ջահերով երթեր, միտինգներ, սիմֆոնիկ համերգներ կազմակերպողները, ովքեր տարիներ շարունակ ման են գալիս հայրենասեր ու բարձրաճաշակ հայեր իրենց միջոցառումները լսնելու համար։ Շաբաթի ցնցումը։ Երբ 16-ամյա տղան սպանվեց աղջկա սոցցանցային պատիվը պաշտպանելու համար, շատերը հասկացան, որ մեր համազգային քրեական ենթամշակույթը ոչ մի տեղ չի անհետացել։ Հայաստանում այսօր նմանատիպ ռազմորկաններից ավելի շատ հայ երիտասարդների կյանքեր են խլվում, քան թշնամու կրակոցներից, ու կառավարությունում նորից սկսեցին խոսել մեր գենդերային դարդերի մասին։ Մեր հանրության շրջանում տենց ընկալում կա, որ քրեական ենթամշակույթը, ասենք օրինակ տղաներին ուժեղացնելու ճանապարհը, ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ուղիղ հակառակը։ Շաբաթի հերոսությունը։ Դաշնակցական ամենամյա գեղեցիկ ու կարևոր ջահերով երթը այս անգամ եւս հարանվեց անհասկանալի հերոսությամբ։ Դաշնակցական երիտասարդները չվախեցան ու հերոսաբար այրեցին երկու թշնամի երկրների դրոշները, ինչը քաղաքակիրթ աշխարհում ընկալվում է բավական վայրի մի երևույթ։ Երևի դա է պատճառը, որ այդքան տպավորիչ ջահերով երթը տարիներ շարունակ չի լուսաբանվում համաշխարհային լրատվամիջոցների կողմից։ Շաբաթի կորուստը։ Վախճանվեց ամենահայասեր Հռոմի պապը։ Նա հատուկ սրտացավություն ուներ հայերի ու հայկական խնդիրների նկատմամբ։ Նույնիսկ իր վերջին զատկական ուղերձում հատուկ անդրադարձել էր հայ-ադրբեջանական կոնֆլիկտին եւ մաղթել խաղաղության համաձայնագրի շուտապույտ ստորագրում։ Հայերին սիրող պապը հեռացավ, իսկ հայերը առանձնապես չնկատեցին էլ այս մի կորուստը։